Այսօր կեսօրի մոտ բախում տեղի ունեցավ կառավարության շենքի մոտ բացօթյա առևտրի արգելքի դեմ բողոքող մոտ 2 տասնյակ կանանց, նրանց միացած Ժառանգություն խմբակցության պատգամավորների եւ ոստիկանների միջեւ։ Պատճառաբանելով, թե օրենքն արգելում է կառավարության շենքի մոտ ակցիաներ անցկացնելը, Երևանի փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանը հրահանգեց ոստիկաններին, ցուցարարներին ու պատգամավորներին մղել դիմացի մայթ, որտեղ կրքերը ավելի թեժացան։ Ժառանգություն խմբակցության պատգամավոր Զարոյի Փոստանջյանը պահանջեց ոստիկաններից, որպեսզի նրանք բացեն ճանապարհը, քանի որ օրենքով խաղաղ հավաքները արգելված չեն։ Այս գործողությունները ոստիկանների կողմից գնահատում ենք իհարկե որպես հանցագործություն։ Ոստիկանության պահակապարեկային ծառայության պետ Վալերի Օսիպյանը այս ընթացքում պնդում էր, թե ցուցարարներն ու պատգամավորները հասարակական կարգն են խախտում։ Պատգամավոր Արմեն Մարտիրոսյանն էլ փորձում էր ոստիկաններին բացատրել, որ ոչ զանգվածային խաղաղ ցույցերն արգելվում են միայն ռազմավարական նշանակություն ունեցող կառույցների հարևանությամբ, որոնց շարքին կառավարության շենքը չի դասվում։ Դա ձեզ նայ է, չի կարելի, ամոթը։ Հավանա, բացակոստում է։ Դա ձեզ ձայնը իջացրեք։ Ոստիկանները շարունակում էին հրմշտել ցուցարարներին եւ նույնիսկ պատգամավորներին։ Անահիտ Բախշյանը գրեթե ուշագնաց վիճակում էր, նրա համար շտապօգնություն կանչեցին, տեղափոխեցին հիվանդանոց։ Ոստիկանները նաև նախ պատռեցին ակտիվիստ Վարդգես Գասպարի ձեռքին եղած պաստառը, ապա գետին տապալեցին Գասպարին ու բերման ենթարկեցին ոստիկանության կենտրոնի բաժանմունք։ Ինքը պարկում է միշտովաբար։ Չէ, բոլորս գիտենք, որ ինքը պարկում։ Չէ, բոլորս գիտենք, որ դրա շատողը Ավելի ուշ Վարդգես Գասպարին մեր տեղեկություններով ազատ արձակվեց։ Վարդգես Գասպարին բաժին տարան։ Այո, տարան, որովհետև լկտի արտահայտություններ արեց։ Դա արդեն նախադեպ է հրեցին վայր գցեցին։ Ոչ, ինքն է պարկում։ Դուք չեք տեսել։ Ինքը հանգիստ պարկում է։ Հենց մի փոքր արդեն փորձում ես կարգ ու կանոնի հրավիրել իրեն, ինքը պարկում է գետնին։ Դա առաջի դեպքը չի։ Աղջիկը պիտի աղջկա նման պահի, լրագրողը լրագրողի նման, ոստիկանը ոստիկանի, պատգամավորը պատգամավորի, ոչ թե պատգամավորը Տիկին Փոստանջյանը գա քաշքշեն փողոցային են հարևանական վիճաբանության նման։ Արմեն Մարտիրոսյանի խոսքով էլ ամեն ինչ անելու են, որ անօրինականություն թույլ տված ոստիկանները անպատիժ չմնան։ Իրենք ոչ միայն հպում արեցին, կպան մեզ, այլ նաև շատ կոպիտ ձևով սկսեցին հրել, հարվածել, որը իմ կողմից adekvat պատասխանի արժանացել եւ ես դրա իրավունքը ունեմ եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ որպես պատգամավոր։ Տեղյակ եք ինչ էր կատարում դրսում։ Ոչ, տեղյակ չեմ։
իրավունք ունեն քաղաքացիներ, որ զանգվածային բողոքի ակցիա անցկացնեն կառավարության շենքի մոտ։ Մենք չենք լսել, կներեք, պարոն Թովմասյան։ Իրանք ասում են, ոստիկանները պնդում են, որ եղել է կարգի խախտում։ Ուրեմն ես հիմա դրսում եմ, ներսում եմ եղել։ Ես ոնց կարող եմ ձեր հարցին պատասխանել բողոքի ձայներ։ Այնտեղ մեկուսացված է, չեմ կարող ասել, լսել եմ թե չէ, եւ որ պահին է դա եղել։ Շնորհակալություն։ The rights that are given to the Armenian people through that constitution. Քաղաքացիական իրավունքները Հայաստանի ժողովրդին տրված են Հայաստանի սահմանադրությամբ, այն շատ հստակորեն սահմանում է եւ հավաքների ազատությունը, եւ մամուլի ազատությունը, եւ օրենքի իշխանությունը։ Ազատություն ռադիոկայանին տված բացառիկ հարցազրույցում այսօր այս մասին հայտարարեց Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Տիկին Մարի Յովանովիչը։ Օրերս ԱՄՆ դեսպանը քաղաքացիական հասարակությունը Հայաստանում թեմայով զեկուցման բեր հանդես եկել Հայաստանի պետհամալսարանում, որի ժամանակ մասնավորապես նշել էր քաղաքացիների ձայնը լսելու, մարդկանց քաղաքացիական ազատությունները ապահովելու եւ հարգելու կարեւորությունը։ Նշենք, որ դեսպանի հիշյալ ելույթում արծարծված մի շարք հարցեր վերջին օրերին ակտիվորեն քննարկվում են հայաստանյան մամուլում։ Արդյոք ձեր այդ ելույթը որոշ առումով կարելի է գնահատել իբրև կոչ ուղղված Հայաստանի իշխանություններին։ Մեր այս հարցինի պատասխան դեսպան Յովանովիչը հիշեցրեց նախագահ Սերժ Սարգսյանի ավելի վաղ արտահայտած մտքերից մեկը։ Նախագահը նշել էր, որ Հայաստանի ապագային առնչվող հարցի պատասխանը դա ակտիվ ժողովրդավարություն ունենալն է, ավելի ակտիվ երկխոսությունը, ինչպես նաև եվրոպական ստանդարտների ընդունումը հայաստանյան կյանքի բոլոր բնագավառներում, ասաց Մարի Յովանովիչը։ If you have only kind of one source of ideas, of decision making, of resources. Երբ դուք որոշումների կայացման համար ունենում եք գաղափարների միայն մեկ աղբյուր, անխուսափելիորեն դա կհանգեցնի լճացման, ահա թե ինչի մասին էի ես խոսում։ Լավագույն նախաձեռնություններն այդ դեպքում կարող են առաջ չմղվել, դուք կարող եք, ասենք, կորցնել տնտեսությանն առնչվող լավագույն մի գաղափար։ Մենք կարծում ենք, որ այս պնդումը ճիշտ է ինչպես տնտեսության, այնպես էլ քաղաքականության պարագայում։ We think that's true on the economic side. We think it's also true on the political side, and that it's important to. Եվ շատ կարևոր է ձևավորել հասարակություն եւ ձևավորել կառավարություն, որը բաց է, թափանցիկ է, որը լսում է մարդկանց եւ հաշվետու է նրանց առջև։ Կարծում ենք, հենց այդպիսի կառավարություններն են ամենահզորը եւ Միացյալ Նահանգների լավագույն գործընկերները։ Պատրաստ ձեռը դրել նստել են ընտրեն։ Տեսար, ուրիշի տեղը քվեարկեց։ Կողմ 74 դեմ ձեռնարկություններ որոշումը ընդունվում է։ Լեռնային Ղարաբաղում բնակչության թվաքանակի աճ արձանագրվել ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ Լեռնային Ղարաբաղի բնակչության թվաքանակը կազմել է 143,574 մարդ, որը նախորդ տարվա համեմատ ավելին է 2174-ով։ Վիճակագրական ծառայության տվյալները ցույց են տալիս, որ Լեռնային Ղարաբաղ տեղափոխվողների մոտ 90%-ը Հայաստանի Հանրապետությունից է եւ եկվորների գերակշիռ մասն էլ կանայք են։ Իսկ Լեռնային Ղարաբաղից հեռացողներն էլ հիմնականում տղամարդիկ են, որոնք էլ հաստատվում են հիմնականում Հայաստանի Հանրապետությունում։ 2010 թվականին Լեռնային Ղարաբաղից մեկնել է 446 մարդ։ Չնայած անցյալ տարի Լեռնային Ղարաբաղում գրանցված ծնունդների թիվը նվազել է, սակայն գրանցված ցուցանիշը համարվում է տարածաշրջանում ամենաբարձրը։ Իդեպ նշեմ, որ Լեռնային Ղարաբաղում առաջնեկ ունեցող մայրերի միջին տարիքը կազմում է 23 տարեկան եւ երեխաներին էլ հիմնականում նախընտրում են կնքել հայկական անուններ, այսինքն ղարաբաղցիների շրջանում շուտով տարածված կլինեն Գոր, Տիգրան, Դավիթ, Աննա, Անի, Մանե անունները։